Դուք դիտում եք առաջին լրատվականի հիմնական թողարկում, բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Միացյալ Նահանգները Երևանում ունի նոր դեսպան Ջոն Հեֆերն իր հավատարմագրերն է հանձնել Հանրապետության նախագահին և փոխանցել նախագահ Բարաք Օբամայի ուղերձները։ 99%-ն ընդդեմ փողը քաղաքականություն բերած 1% հսկաների։ Գրավիր Լոս Անջելեսը կարգախոսին միացել է նաև տեղի հայ երիտասարդությունը, նրանց առաջադրած խնդիրները համարելով նաև ամերիկահայ համայնքի հոգսը։ Վերջնագիր Կիևին կամ երբ կշարունակվեն Եվրամիություն-Ուկրաինա ազատ առևտրային գոտու բանակցությունները։ Արաբական լիգան 15-օրյա վերջնաժամկետ է սահմանել Սիրիայի իշխանություններին, երկրում ծայր առած խռովություններին վերջ տալու և ընդդիմության հետ երկխոսությունը սկսելու համար։ Գավառ Երևան ուղևորափոխադրման արժեքը կիսով չափ կպակասի, դառնալով 500 դրամ։ Դիրքը չարաշահած Գավառ տրանս ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով։ Շնողի և թեղուտի թաքնված անցյալը Լոռիում հնագետների պեղած բնակավայրը վերագրվում է Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակին։ Հայտնաբերված գտածոները վկայում են, որ այնտեղ նաև զինագործարան է եղել։ Վերադարձ հոգևոր արմատներին նոյեմբերյանում բացվել է Սուրբ Աննա, իսկ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում Սուրբ Աստվածամայր նորակառույց եկեղեցիները։ Նախ պաշտոնական մեկ լուր նախագահ Սերժ Սարգսյանն Ռուսաստանի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հրավերով հոկտեմբերի 23-ից 25-ը պետական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Միացյալ Նահանգները մեր երկրում նոր դեսպան ունի, Ջոն Հեֆերն, ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել երկրի ղեկավարին։ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Հեֆերնին պաշտոնավարման կապակցությամբ և հույս հայտնել, որ դիվանագիտական ասպարեզում ունեցած իր փորձով նա կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ մեր երկրի հարաբերությունները լուրջ խթան են տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովման առումով։ Պարոն դեսպան, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, ձեր պարտականությունները ստանալու կապակցությամբ։ Մեկ անգամ ևս ուզում եմ հայտնել մեր շահագրգռվածությունները Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները խորացնելու գործում։ Մենք մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ գնահատում ենք որպես լավ գրավական, մեր երկրի տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության ապահովելու տեսակետից։ Շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող խնդիրներում հավասարակշիռ մոտեցման համար։ Եվ այսօր մենք մեր հարաբերությունները գնահատում ենք աննախադեպ եւ օգտվելով առիթից ուզում եմ իմ գնահատականքի խոսքերը ասել նախկին դեսպանի Տիկին Մարիա Յովանովիչի կատարած լավ աշխատանքի համար եւ նորից եմ կրկնում, որ շատ մեծ հույս ունենք, որ ձեր փորձը իրոք ծառայելու է մեր երկու երկրների հարաբերությունների խորացմանը։ Mr. President, again, thank you so much for seeing me today. Կրկին շնորհակալություն ինձ ընդունելու համար, Վաշինգտոնից բարեմաղթանքներ կան ուղղված ձեզ, այնտեղ բոլորը նշում են ձեր կատարած աշխատանքների արդյունավետությունը, մեզ համար ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները շատ կարևոր են, նախագահ Օբաման հատկապես բարձր է գնահատում ձեր վճռականությունը տարածաշրջանային հարցերը լուծելու ուղղությամբ, և մենք հաստատակամ ենք շարունակելու ձեզ հետ աշխատել տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։ Նախագահ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը առաջին շփումն է ունեցել հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Ներկայացնելով իր առաքելության հիմնական ուղղությունները, դեսպան Հեֆերնը նշել է, որ Վաշինգտոնի նպատակն է խորացնել հայ-ամերիկյան գործընկերությունը 3 հարցերի շուրջ։ Առաջինը տարածաշրջանային համագործակցությունն ու ինտեգրումն է, երկրորդը հայ-ամերիկյան տնտեսական գործակցության խորացումը, երրորդն է քաղաքական փոխգործակցությունը։ Վաշինգտոնն ամեն կերպ աջակցելու է Հայաստանի 2012 և 13 թվականներին անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, ասել է դեսպանը։ Անդրադարձ է եղել նաև Ղարաբաղյան կարգավորմանն ու իշխանություն ընդդիմություն հարաբերություններին։ Դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, իսկ ներքաղաքական ոլորտում վերջին 6 ամիսներին բավական առաջընթաց է գրանցվել։ Դեսպանը նաև ներկայացրել է նախագահի հետ հանդիպման որոշ մանրամասներ։ Մեր հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը նշեց, որ մեր երկկողմ երկխոսությունը գտնվում է լավագույն փուլում, և ես դրա հետ համաձայնեցի։ Այս մեկ շաբաթում երկու կարևորագույն այցելություններ կլինեն Հայաստան։ Հոկտեմբերի 18-ին Երևան կժամանի պետքարտուղարի օգնական Ռոզգոտ Մոելլերը, իսկ հոկտեմբերի 19-ին Հայաստան կայցելի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը։
Հանրապետության նախագահի հրամանագրով Վիգեն Սարգսյանն նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար, այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին եւ մաղթել հաջողություններ, վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները եւ առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը։ Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975 թվականին Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը մագիստրոսի կոչմամբ, սովորել է նաև Ռուսաստանի քաղաքացիական ծառայության Հյուսիս-Արևմտյան ակադեմիայի Մասաչուսեթսի Մեդֆորդի, ինչպես նաև իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի Թաֆթս համալսարաններում։ 95-98 թվականներին եղել է Հայաստանի ազգային ժողովի նախագահի օգնական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական։ 2000-2003 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարարի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական, 2003-9 թվականներին Հայաստանի նախագահի օգնական, 2009-11 թվականներին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Վիգեն Սարգսյանը 2001 թվականից Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում Ֆրանսիայի արժանիքների շքանշան, Մովսես Խորենացու մեդալ, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ՀԱՊԿ շնորհակալագրերի, Հայաստանի վարչապետի հուշամեդալի եւ շնորհակալագրի։ Երևանի պետական համալսարան, ինչպես նաև կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի խորհուրդների անդամ է, Լույս հիմնադրամի կրթական ծրագրի խորհրդի անդամ, Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ։ Ամուսնացած է, ունի 2 դուստր։ Նախագահ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը համատեղության կարգով նշանակվել է Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում մեր երկրի մշտական ներկայացուցիչ։ Ֆրանսիայի նախագահը նամակ է եղել Հայաստանի պաշտոնակցին, որում իր հիացմունքն է հայտնել պետական այցի ընթացքում ցուցաբերված ընդունելության վերաբերյալ։ Նիկոլա Սարկոզին չի թաքցրել իր հուզմունքի զգացումները, որը նա ապրել է Ծիծեռնակաբերդում եւ Ֆրանսիայի հրապարակում։ Ֆրանսիայի առաջնորդը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր է ճանաչել հայերի հանդեպ նախնիների իրականացրած ցեղասպանությունը եւ որ Ֆրանսիան միշտ կանգնած է իր բարեկամ Հայաստանի կողքին։ Պարոն նախագահ, ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել ձեզ այն բացառիկ ընդունելության համար, որ ցուցաբերեցիք ինձ Հայաստան պետական այցի ընթացքում, որը կատարելու պատիվն ու հաճույքն ունեցա հոկտեմբերի 6-ին եւ 7-ին։ Իմ պետական այցից նախ եւ առաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի ցեղասպանության հուշահամալիրի մոտ 1915 թվականի ապրիլի 24-ին ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս։ Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնառությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից։ Ես երջանիկ եմ, որ այցն ինձ հնարավորություն ընձեռեց հայ ժողովրդին վկայելու Ֆրանսիայի անկեղծ երախտագիտությունն այն ամենի համար, ինչը մեր երկրում ապաստան գտած ցեղասպանությունից մազապուրց եղածները տվել են Ֆրանսիային, նպաստելով Ֆրանսիայի դիմագծի կերտմանը, մինչև իսկ միաձուլվելով նրան։ Նույն կերպ ես պահպանում եմ հուզիչ հիշողությունն այն խանդավառության, որը համակել էր Ֆրանսիայի հրապարակը եւ որը արտահայտությունն էր պատմության մեջ խորապես արմատավորված եւ նախորդ դարի փորձություններում կոփված մեր երկու երկրները միավորող այդքան սերտ բարեկամության։ Նաեւ ցանկանում եմ ձեզ վերահաստատել, որ Ֆրանսիան Հայաստանին իր բարեկամն ու քույրն է համարում։ Վստահ եղեք, որ Ֆրանսիան անշեղորեն ձեր կողքին է, ձեր երկրի առջև ծառացած մարտահրավերներ դիմագրավելու եւ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին։ Ձեր երկրի համար ճակատագրական պահերին դուք կարողացել եք ապացուցել ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի։ Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին դուք իզորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը հանուն ձեր երկրի եւ տարածաշրջանի բարօրության, դրանով թողնելով ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա։ Այժմ մենք պետք է որոշակիացնենք մեր հանդիպումների ժամանակ ուղենշված հեռանկարները, որպեսզի իրականացվեն ծրագրեր, որոնք կնպաստեն մեր երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը։ Հավատացած եղեք, որ Ֆրանսիան ի սրտե եւ անվերապահ կաշխատի դրանց իրագործման համար։ Հայաստանին ցանկանում եմ խաղաղ եւ բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է, եւ մաղթում եմ, որ երկրի ղեկավարի ձեր առաքելությունը պսակվի այն հաջողությամբ, որին իրավամբ արժանի եք։ Խնդրում եմ ընդունել մեծարգո պարոն նախագահ, սիրելի Սերժ, ամենախոր հարգանացս, ինչպես նաեւ իմ խորը բարեկամական զգացումների հավաստիքը։
Անդրադառնալով Նիկոլա Սարկոզիի Հայաստանյան այցին, մեր երկրում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն արձանագրել է, որ անկախության 20-ամյակի հետ այցի համընկնումը առանձնահատուկ նշանակությամբ է օժտել Ֆրանսիայի նախագահի պետական այցը։ Այն առիթ էր մեկ անգամ ևս ընդգծելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու զորակցությունը 20-ամյա անկախ Հայաստանի զարգացման գործում, շեշտելով, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է դիմագրավելու բոլոր մարտահրավերները։ Անրի Ռենոն ուշադրություն է հրավիրում նաև հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլա Սարկոզիի ընդգծված ուղերձին, որում կոչ էր անում Թուրքիային, որ ժամանակն է առերեսվել սեփական պատմության հետ եւ ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Դեսպան Ռենոյի գնահատմամբ Ֆրանսիայի նախագահի պետական այցը առիթ էր նաև հստակեցնելու հայ-ֆրանսիական հարաբերությունների նոր հորիզոնները առաջին հերթին տնտեսական ոլորտում։ Հայ-ֆրանսիական տնտեսական գործակցությունը դեսպանի գնահատմամբ շատ բարձր մակարդակի վրա է։ Ֆրանսիան Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողն է աշխարհում եւ առաջինը արևմուտքի երկրների շարքում։ Երկար տարիներ Ֆրանսիան պահում է խոշոր ներդրողի իր մենաշնորհը եւ շարունակում ամրացնել այդ կարգավիճակը։ Ֆրանսիան իր տնտեսական ներկայությունը Հայաստանում ընդգծում է արդյունաբերականից մինչև սպասարկման ոլորտի տարաբնույթ ձեռնարկություններով, որոնք միջինից մինչև խոշոր ընկերություններ են։ Ֆրանսիացի սոցիալիստները կողմնորոշվել են 2012-ի նախագահական ընտրություններում ընդդիմադիր սոցիալիստական կուսակցությունը կներկայացնի Ֆրանսուଆ Օլանդը։ Նրա հիմնական մրցակիցը կուսակցության գլխավոր քարտուղար Մարտին Օբրին ընդունել է իր պարտությունը պրայմերիզների երկրորդ փուլում։ Վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն վերլուծաբանները նշում են, որ գործընթացը կարող է ձգձգվել, ինչպես առաջին փուլի ընթացքում էր։ Բայց արդեն նախնական արդյունքների համաձայն ձայների 56% հավաքած Օլանդը կդառնա Նիկոլա Սարկոզիի հիմնական մրցակիցը ապրիլին ծրագրված նախագահական ընտրություններում։ Եվրամիությունը համաձայնել է շարունակել Ուկրաինայի հետ բանակցությունները ազատ առևտրային գոտու շուրջ միայն այն դեպքում, երբ ազատ կարձակվի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։ Կիևի դատարանը վճռել է, որ ռուսական Գազպրոմի հետ պայմանագիր կնքելիս Տիմոշենկոն չարաշահել է իր պաշտոնը, ինչը համար էլ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Բրյուսելն անհանգստացած էր նախկին վարչապետի դեմ դատավարությամբ ու դատարանի կայացրած որոշմամբ եւ ակնարկել էր Կիևի հետ պայմանագրի շուրջ բանակցությունները սառեցնելու մասին։ Նախատեսվում էր, որ փաստաթղթերը կստորագրվեն արդեն այս ամիս, հոկտեմբերի 20-ին ծրագրված է Յանուկովիչի այցը Բրյուսել, բայց Եվրահանձնաժողովը պաշտոնապես հայտնել է, որ Եվրամիության ղեկավարության հետ Ուկրաինայի նախագահի հանդիպումը կարող է չեղյալ հայտարարվել։ Բրյուսելը նաև ընդգծել է ընդդիմադիր այլ քաղաքական գործիչների դեմ քրեական գործերն անաչառ հետաքննելու եւ նրանց խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք շնորհելու անհրաժեշտությունը։ Սիրիան կշարունակի մնալ Արաբական լիգայի կազմում, հեռացնել Դամասկոսին կազմակերպությունից չի հաջողվել, ձայները չեն բավարարել։ Փոխարենն Արաբական լիգան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի իշխանությանը 15 օրվա ընթացքում վերջ տալ բռնություններին եւ երկխոսությունը սկսել ընդդիմախոսների հետ։ Բանակցային սեղանի շուրջ քննարկումներին աջակցելու նպատակով Կահիրեի գագաթնաժողովի մասնակիցները ձևավորել են հնգակողմ կոմիտե, որ ղեկավարելու է Քաթարի գլխավոր դիվանագետը։ 7 ամիս շարունակվող ներքաղաքական լարվածությունը չեզոքացնելու սիրիացի փորձագետների բնորոշմամբ արտաքին ուժերի գործակալների փորձերն ապարդյուն են։ Բաշար al-Ասադը բազմիցս մերժել է ճանապարհային քարտեզ մշակելու գաղափարը։ Բանկերի ձեռքում կուտակված իշխանության կորպորատիվ ագահության դեմ ոտքի է կանգնել գրեթե ամբողջ աշխարհը։ Շրջափակիր Wall Street-ը ակցիան հազարավոր համախոհներ գտավ ոչ միայն Նյու Յորքում։ Բողոքի ալիքը հասել է նաև Լոս Անջելես, որտեղ նույնպես մարդիկ դժգոհում են գործազրկության, սոցիալական անհավասարության եւ հսկա կորպորացիաների գերիշխող դիրքի դեմ։ Արդարության ու փոփոխությունների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները պաշարել են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի շենքը։ Նյու Յորքից Լոս Անջելես հասած բողոքի ալիքը 2 շաբաթից ավելի ոտքի է հանել հազարավոր մարդկանց, նրանք շղթայել են քաղաքային խորհրդի շենքը, գրավիր Wall Street-ը կարգախոսի վերափոխված, գրավիր Լոս Անջելեսը կոչով։ Այստեղ են եկել տարբեր տարիքի ու մասնագիտության մարդիկ, ամեն մեկն իր խնդրով միացել է համընդհանուր բողոքի ալիքին, միասին պահանջում են վերջ տալ քաղաքականությանը, որի հետևանքով հարուստներն ավելի են հարստանում, աղքատների համար կյանքն անտանելի է դառնում։ Մենք կորցրել ենք մեր աշխատանքը, շատերը նաև տունը, մեքենան, ու նաև ընտանիքն են կորցնում այդ պատճառով։ Աշխատանք ենք պահանջում, որ կարողանանք ապրել։ Կառավարությունից պահանջում եմ չվատնել մեր հարկերից գոյացող գումարները։ Միջին խավը մեռնում է, պետք է վերջ տալ այդ ամենին։
Մենք 99%-ն ենք։ Այս գրառումը գերիշխում է պաստառներին։ Ցուցարարների բողոքը մնացած 1%-ի դեմ է խոշոր բանկերի, հսկա կորպորացիաների ու փողը քաղաքականություն բերած գործիչների։ Մարդիկ պահանջում են վերջ տալ ֆինանսական համակարգի զեղծարարություններին։ Այս երկիրը կառուցել է միջին խավը եւ պատկանում է միջին խավին։ Այս մարդիկ հետ են պահանջում իրենցը, ես համաձայն եմ նրանց հետ։ Այսօր հարուստները չեն հարկվում, փոխարենը աղքատներն են կրում հարկային բեռը։ Մարդիկ այստեղ են տարբեր պատճառներով, քաղաքականից մինչև կրոնական, բայց բոլորի հիմքում փողն է։ Ֆինանսական շուկան փլուզման առաջ է, համբերության բաժակը լցվել է։ Լոս Անջելեսի վրանային բողոքի ակցիային ճիշտ է հաճախ միանում են նաև թեմայից շեղվող խնդիր ունեցող, ասենք մարիխուանայի ազատ վաճառք պահանջող մարդիկ, սակայն բոլորին այստեղ ջերմ ընդունում են, ապահովում վրանով, ուտելիքով ու առաջին անհրաժեշտության պարագաներով։ Այստեղ կա նաև կեղտոտ շորերը լվացքատուն հանձնելու հնարավորություն ու նաև գրադարան, որտեղ կարելի է առանձնանալ սիրած գիրքը կարդալու։ Ցուցարարներին ինչով կարող են օգնում են նաև հայ երիտասարդները, նրանց առաջադրած խնդիրները համարելով նաև ամերիկահայ համայնքի հոգսը։ Մարդիկ արդեն հոգնել են սպասելուց եւ հոգնել են այն խոստումներից, որոնք մի քանի տարի շարունակ արդեն տրվում են թե երկրի ղեկավարության կողմից, թե քաղաքապետարանի կողմից։ Wall Street-ից սկիզբ առած ակցիայի մասնակիցներն ասում են, որ աշխարհի 1500 քաղաքում եւ ամերիկյան 100 բնակավայրում տարածված բողոքի ալիքը այս անգամ չեն թողնի մարի, քանի դեռ ամբողջ հասարակությունը ոտքի չի կանգնել համակարգված կոռուպցիայի եւ անարդարության դեմ։ Լիլի Ցետրակյան, Վարդան Իսմայելյան, Առաջին լրատվական, Միացյալ Նահանգներ։ Լեհաստանը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցել Հայաստանում ընթացող բարեփոխումներին։ Այս հավաստիացումը հնչել է մեր երկրի ազգային անվտանգության քարտուղարի եւ Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեի հանդիպմանը։ Որպես փոխշահավետ գործակցության արդյունք Արթուր Բաղդասարյանն այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքից առանձնացրել է երկու երկրների պաշտպանության եւ ոստիկանության կառույցների միջև կնքված համագործակցության համաձայնագրերը, Հայաստանում բիոմետրիկ անձնագրերի ներդրման, ինչպես նաեւ թունաքիմիկատների վերամշակման ծրագրերում Լեհաստանի հետ արդյունավետ գործակցության փաստը։ Կողմերի համաձայնությամբ կձևավորվի նաեւ Եվրամիության հետ ինտեգրման եւ արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում փոխգործակցության օրակարգ։ Դեկտեմբերին Հայաստանը կստանձնի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը։ Մինչև այդ Թբիլիսիում տեղի ունեցել վեհաժողովի տնտեսական, առևտրային, բնապահպանական եւ տեխնոլոգիական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվել են հարկային, մաքսային համակարգերի զարգացման ուղղված Հայաստանի քաղաքականությունը, գործարար միջավայրի բարելավման ուղղված բարեփոխումները։ Հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով, չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակների առարկություններին, արդեն երրորդ անգամ, որն ի դեպ աննախադեպ է կազմակերպության վեհաժողովի պատմության մեջ, հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Հայաստանի ազգային ժողովի падգամավոր Գագիկ Մինասյանը։ Գավառից երթուղայինով Երևան հասնելու համար մարդիկ այլև ստիպված չեն լինի 1000 դրամ վճարել, ուղևորափոխադրման արժեքը կիսով չափ կպակասի, դառնալով 500 դրամ։ Պարզվում է ի սկզբանե այդ սակագինն էլ ամրագրված է եղել տրանսպորտի նախարարությունից Գավառ տրանս ընկերության ստացած արտոնագրում։ Կազմակերպությունը սակայն մրցույթը շահելուց հետո նախընտրել է մայրաքաղաք մարզ ուղղությամբ ևս ծառայություն մատուցել իր մյուս երթուղիների արժեքով։ Բնակիչների բողոքի եւ մամուլի հրապարակումների հիման վրա գործով վարույթ հարուցած տնտեսական մրցակցության պաշտպանները արձանագրված փաստը որակել են պայմանագրի խախտում եւ տուգանել 10 միլիոն դրամով։ Բացի այդ, Գավառ տրանսին 5 օր ժամանակ է տրվել 303-րդ համարի երթուղայինի տոմսի գինը 1000 դրամից 500-ից 500-ի իջեցնելու համար։ Հայաստանն ու Չինաստանը խորացնելու են գործակցությունը ուռուցքաբանության, հեմատոլոգիայի, դեղագործության, սպորտային եւ չինական ավանդական բժշկության ոլորտներում։ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու Չինաստանի առողջապահության փոխնախարար Լյու Ցյանը ստորագրել են առողջապահության եւ բժշկագիտության բնագավառներում գործակցության մասին համաձայնագիր։ Կողմերը քննարկելու եւ հստակեցնելու են 2011-15 թվականների աշխատանքային ծրագիրը։ Չինաստանը սպորտային բժշկության հարուստ փորձ ունի։ Կենցաղային ու սպորտային վնասվածքները բուժման տարբեր մոտեցումներ են պահանջում։ Եվ քանի որ սպորտը մեր երկրում վերջին տարիներին բուռն զարգացում է ապրում, չինական սպորտային բժշկության փորձը կներդրվի նաև մեզանում։ Կողմերը կիրականացնեն մասնագետների եւ պատվիրակությունների փոխայցեր։ Հայաստանում կհիմնվի հայ-չինական բժշկության կենտրոն։
Այս օրերին մենք քննարկելու ենք բոլոր տեխնիկական հարցերը, այսինքն մեր պարտավորությունները, չինական կողմի պարտավորությունները եւ բոլոր հնարավորությունները քննարկենք, որպեսզի կարողանանք մոտ ապագայում ստեղծենք այդ կենտրոնը, որտեղ որ կոնֆերանսներ են անցնելու, սիմպոզիումներ են անցնելու, բացի բժշկությունից դա բժշկական կենտրոն է լինելու, գիտահետազոտական կենտրոն է լինելու, մասնագետների փոխանակում է տեղի ունենալու, փորձի փոխանակում։ Մենք պատրաստ ենք խորացնելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եւ ուրախ ձեզ փոխանցելու սպորտային բժշկության, ուրուցքաբանության, հեմատոլոգիայի, շաքարային դիաբետի բնագավառներում ունեցած հարուստ փորձը։ Աշխարհահռչակ Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին Երևանի ճարտարագիտական համալսարանի պուրակում քանդակը Ռոմուալդո դել Բիանկո հիմնադրամի նվերն է բուհին 90-ամյակի կապակցությամբ եւ ի նշան 20 տարվա գործակցության։ Նրբակերտ քանդակի հեղինակը իտալացի հայտնի քանդակագործ Դինո դե Ռանիերն է։ Հանճարեղ Լեոնարդոյի երևանյան ներկայության գործում մեծ ներդրում է ունեցել մեր երկրում Իտալիայի դեսպանատունը։ Բաքում հավաքված պրոֆեսորադասախոսական անձնակազմից, կրթության և գիտության նախարարից ու ուսանողներից բացի ներկա էին Իտալիայի դեսպանը, շուրջ 12 երկրի ուսանողներ, որոնք ժամանել էին ոչ միայն ներկա գտնվելու քանդակի բացման արարողությանը, այլև մասնակցելու միջազգային մրցույթ ստուգատեսին։ Շնորհավորանքներից և խորհրդանշական սպիտակ սավանի բացումից հետո բուհի ռեկտորը բոլորին ուղեկցել է ճեմասրահ, որտեղ էլ տեղի է ունեցել ճարտարապետության և դիզայնի լավագույն դիպլոմային աշխատանքների միջազգային 20-րդ մրցույթ ստուգատեսը։ Այն առաջին անգամ է անցկացվում մեր երկրում և, ինչպես նշում է ռեկտոր Հովհաննես Թուխմաջյանը, ստուգատեսը առաջին հերթին կարևոր է երկրների փորձի փոխանակման առումով։ Ամեն տարի շուրջ 12-15 երկրների ներկայացուցիչներ հավաքվում են և 50-ից ավելի ճարտարապետական բուհեր ներկայացնում են իրենց տվյալ տարվա դիպլոմային աշխատանքները, որը միջազգային կազմավորված ժյուրին գնահատում է և տալիս է համապատասխան մրցանակներ։ Ուզում եմ հուսալ, որ Լեոնարդոն իսկ ապագայում նաև այլ հանճարների կիսանդրիներ, որոնք կտեղադրվեն այս պուրակում, նաև հայազգի հանճարների, մի քիչ կոգեշնչեն մեր ուսանողներին ապրելու այնպես, ինչպես ապրում էին նրանք։ Ավարտվել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի այցը Միացյալ Նահանգների արևելյան թեմ, որը ստեղծել է հոգևոր սպասավորների պատրաստության հայրապետական հիմնադրամ և հանգանակել $6 միլիոն։ Գումարը հատկացվելու է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթարաններում եկեղեցու սպասավորներ պատրաստելու գործին։ Իդեպ, այս տարի Գևորգյան և Վազգենյան ճեմարաններից բացի սկսվել է գործել նաև Հառիճի հոգևոր դպրանոցը։ Հանգանակության ցանկություն են հայտնել մասնակցել այլ թեմեր ևս։ Օծվել է նոյեմբերյան քաղաքի նորակառույց եկեղեցին, այն կրում է Սուրբ Աննա անունը։ Ռուսաստանաբնակ նոյեմբերյանցի բարերարի ջանքերով կառուցված Աստծոտունը երկրորդն է քաղաքում։ Նոյեմբերյանցիները համոզված են, որ եկեղեցական արարողությունների պատշաճ անցկացումից զատ նոր տաճարի կառուցումը լավ հնարավորություն է հոգևոր վերազարթոնքի համար, հատկապես սահմանամերձ տարածքներում։ Նորակառույց եկեղեցու բարերարը նաև կնքահայր է դարձել այնտեղ առաջինը մկրտված հայրենակցին, եկեղեցու շինարարին։ Գայանե Թամամյանն է պատմում։ Կիրակին հոգևոր տոն էր քաղաքում և արտերկրում ապրող նոյեմբերյանցիների համար, քիչ չէին նաև հյուրերը։ Մոտ 105 տարի անց նոյեմբերյանը ունեցավ երկրորդ եկեղեցին։ Ճիշտ է, քաղաքի կենտրոնում գործում է նորոգված Սուրբ Սարգիս եկեղեցին, բայց Ռուսաստանի Դաշնությունում ապրող նոյեմբերյանցի Սուրբ Հրաչմանյանը քիչ է համարել։ Մինչ հիմա այս ճանապարհը գերեզմանատուն է տարել։ Ինչ ճանապարհ, որ եկեղեցի չի տանում, սկզբունքով որոշեց և կառուցեց։ Տեղի ընտրությունն էլ պատահական չէր։ Նախ այս բարձունքը քաղաքի վրա իշխող դիրքում է և հետո մեր ժողովուրդը եկեղեցու միջոցով իր կապերը Աստծո հետ եւ իր գործարած հարազատների հետ կարեն ավել հեշտությամբ տանի այդ մոմենտները։ Կատարվեցին Սուրբ Աննա անվամբ նոր եկեղեցու օծման, նաև մատաղի և մկրտության արարողություններ։ Առաջինը եկեղեցու շինարար Հովհաննես Ջանվելյանն էր։ Աղոթքով, օրհնանքով և բարեմաղթանքով լեցուն օրվա գլխավոր խորհուրդը հոգևոր զարթոնքն էր։ Մեր տարածաշրջանի ժողովրդի նոր դարձն է դեպի հոգևոր իր արմատը, վստահաբար մի նոր վերազարթոնք է։ Օծման արարողությանը մեծ թվով տեղաբնակների մասնակցությունը վկայում է, որ հավատի նոր տունը հավատավորների պակաս չի ունենա։ Ես վստահ եմ,
համոզված, որ առաջիկա տարիների ընթացքում եկեղեցին կծառայի իրեն բուն նպատակին եւ ծիսակատարությունների ժամանակ, ուրախությունների ժամանակ եւ հեռու մեր բոլորիս տներից այդ վատ արարողությունների ժամանակ։ Եկեղեցին կառուցվել է 3 տարում տեղական բազալտից եւ ֆելզիտից։ Քաղաքի հոգեվոր կյանքին նոր աշխուժություն հաղորդող նորակառույց եկեղեցին մարզում թափառած եկեղեցաշինության հերթական ձեռնարկն է։ Այս տարի Սուրբ Աննա եկեղեցու ոցմամբ 3-րդ նորակառույց եկեղեցու ոցման կարգը իրականացավ։ Բնորանից հեռու ապրողների խոսքով եկեղեցին կօգնի, որ հարազատ հողին կապող պորտալարը չկտրվի։ Սա հենց այն կամուրն է, որ մեզ մեկա ձգումը ուշ-շուտ էլի գալու ենք մեր հողը, մեր երկիրը։ Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքից 10-յակ նոյեմբերյանցիներին միացած տեղի հայ համայնքի հոգևոր հովվի խոսքն էլ հասցեագրված էր այս հողի վրա ապրողներին։ Երանի այն հային, ով կաղոթի այս եկեղեցու մեջ հայ զինվորի համար, հայի հոգու խաղաղության համար։ Նոյեմբերյանցիների համար նաև մաքրագործման օրեր։ Ես համոզված եմ այստեղից գնալուց հետո նրանք միայն բարի գործեր են կատարելու։ Հետո քաղաքում տարածվեց եկեղեցու զանգի ղողանջը։ Օդ թրծրած աղավնին էլ իջավ եկեղեցու պատին եւ երկար մնաց այնտեղ։ Լավ նշան է, ասացին։ Գայանե Թամամյան, Մարտիկ Ճաղարյան, Առաջին լրատվական։ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում էլ կիրակին կրկնակի տոնական էր։ Խորհրդային աթեիզմի տարիներին, ինչպես եւ շատ այլ տաճարներ, անմխիթար վիճակի հասած Սուրբ Աստվածամայր եկեղեցին հիմնանորոգվել եւ իր ողջ հմայքով ու խորհրդավորությամբ դռներն է բացել հավատացյալների առջև։ Եկեղեցին վերակառուցվել է տեղացի եւ արտասահմանցի բարերարների եւ համայնքային ղեկավարության ջանքերով։ Մրգաշատցիները նշել են նաեւ ավանդական գինու տոնը, գյուղացու բերքու բարիքով ծանրացած սեղանների շուրջ։ Հայկուշ Ասլանյանն է պատմում։ Սուրբ Աստվածամայր եկեղեցու վերաօծումը համախմբել էր Մրգաշատի եւ հարևան համայնքների բնակիչներին։ 19-րդ դարում կառուցած եկեղեցին ավերակների վերածվեց Աստվածուրացության տարիներին։ Մասնակի նորոգումից հետո 90-ականներին օծվեց, սակայն չափից դուրս մաշվածության պատճառով կրկին հայտնվեց հիմնանորոգման խնդրի առաջ։ Ժողովրդի անսասան հավատքի արդյունք է սա։ Աղոթքի առանց օգնելու, առանց իսկապես այստեղ կանգնած Սուրբ Ծննդյան պատրաստած ձույներ իջնում ժողովրդի։ Բայց ժողովուրդը կար այս տաճարում կանգնած էր։ Տաճարն ավերակներից վերհառնելու համար ջանքերը միավորեցին տեղացի եւ արտասահմանաբնակ բարերարները։ Անմասն չմնաց նաեւ Մրգաշատի ղեկավարությունը։ Ցածր տոկոսադրույքով վարկ վերցրեց գործն ավարտին հասցնելու համար։ Շինարանների կողքին իր հոգեվոր տան վերակառուցմանը մասնակցում էր նաեւ ամբողջ համայնքը։ Վերաօծված եկեղեցին արդեն քահանա էլ ունի եւ ամեն շաբաթյա հոգեվոր ծեսերը կիրականացվեն այստեղ։ Եկեղեցու վերաօծումից բացի Մրգաշատում նաեւ գյուղատնտեսական տարիներին ամփոփում եւ նորելուկ գինու գովքն անում։ Ավանդույթի համաձայն Աշնան Ջրբաժանին համայնքի բնակիչներն իրենց աճեցրած բերքու բարիքով սեղաններ են բացում, իմի բերում անցնող տարվա արդյունքներն ու օրը տոնի վերածում։ Կրկնակի տոնը մեր գյուղացիներն էլ կապաշխար են, այսպես ասած, կճանաչեն, որ իրոք կա գոյություն ունի միակ ու ճշմարիտ Աստված, դա Հիսուս Քրիստոսն է։ Հուզիչ է, որովհետև ժողովուրդը, երեխաները այսօր ուրախ են, երջանիկ են, եւ որ սեղանի մոդենում ես իրանց մեծ աչքերից թափում է երջանկությունը։ Ես ցանկանում եմ, որ շարունակվի այդ երջանկությունը։ Գյուղատնտեսական տարին ամփոփեցին լեցուն ամբարներով, չնայած տարերքի մի քանի հարվածներին տարին նախորդի համեմատ փակեցին բերքատվության 30-ից 35% բարձր ցուցանիշով, իսկ որպեսզի հաջորդ տարի էր գյուղացի քաղաքացու սեղանի պտուղ բանջարեղենն անպակասանի, կառավարությունը հողագործին կաջակցի տեխնիկապես։ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մտածվում է, որ մեծ քանակությամբ գյուղ տեխնիկա բերվի եւ լիզինգով տրվի գյուղացիներին, որը մեծ ուրեմն խթան կլինի գյուղմթերքների աճեցման առումով։ Գյուղական համեստ վայելքին տրված մրգաշատցիները 2 ժամում 2 տակառ մաճար պարպեցին, բայց դա դեռ վերջը չէր։ Դե մեր 2-3 տոննա նախատեսերեք մի կես խմած կերին, կես էլ խմենք էլի։ Ավանդույթի համաձայն մրգաշատցիները գյուղամեջի տոնը տուն են տեղափոխում, առատ սեղաններ են բացում ու երգիրաշտության ուղեկցությամբ ուրախանում մինչև կեսգիշեր։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Առաջին լրատվական։ Լոռիում հնագետներն արդեն մի քանի տարի պեղումներ են իրականացնում եւ ամեն անգամ զարմանալու նոր առիթ են ունենում։
Գտածոն այս անգամ Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակին վերագրվող բնակավայր է, որն ուսումնասիրողները համարում են եզակի, մերձավոր և միջինարևելյան տարածաշրջանների պատմության մեջ։ Ավելի քան 5000-ամյա բնակավայրում հայտնաբերված գտածոները հիմք են տալիս պնդելու, որ այստեղ նաև զինագործարան է եղել։ Հրաչյա Պապինյանն է զրուցել Արշավախմբի անդամների հետ։ Այն, որ Շնող և Թեղուտ գյուղերը մարդկության հնագույն օրաներից են, արդեն 3-րդ տարին ապացուցում են հնագիտական պեղումներով, որ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետներն իրականացնում են Թեղուտ Փակbaşնետիրական ընկերության տնտեսական գործունեության շրջագծում։ Հանքավայրի շահագործման թույլտվության կառավարության որոշման համաձայն պեղումներին անհրաժեշտ գումարները տրամադրում է շահագործող ընկերությունը։ Պեղումների արդյունքները զարմացրել են անգամ հնագետներին։ Պարզվում է, որ տարածաշրջանն ամենաքիչը 5000 տարի առաջ խաղողագործության կենտրոն է եղել։ Խորհրդային տարիներին այս արոտավայրի տեղում նույնպես խաղողի մեծ այգիներ կային։ 10 հանդամասերն պեղումներ են կատարել, դրանցից երևի 5-ում 6-ում մենք ֆիքսել ենք այսպես խաղողի արտադրություն, գինու արտադրություն արդեն զուտ տնտեսական, որպես ոչ թե զբաղմունք ինչ որ տնտեսական, զուտ որպես տնտեսության կարևորագույն ճյուղ։ Սակայն ամենամեծ անակնկալը հնագետներին սպասում էր խառատանոց կոչվող ծորակում։ Բախտ վիճակվեց բացել մի հուշարձան, որը եզակի է ոչ միայն Հայաստանի հնագույն մշակույթի ուսումնասիրության, այլ ամբողջ Անդրկովկասի եւ նույնիսկ Մերձավոր Արևելքի պատմության եւ մշակույթի ուսումնասիրության առումով Բացված ըստ երևույթին հնագույն բնակավայր է, մոտ 4700 տարվա վաղեմության։ Սակայն ամենազարմանալին այն է, որ հողի տակից դուրս է բերվել հսկայական կառույցի մնացորդներ, որը 47 տարի առաջ ունեցել է արտադրական նշանակություն։ Մի քանի բաժանմունքներ, որոնք մենք նախնական այսպես դիտարկումներով համարում ենք արտադրական ինչ-որ հատվածներ, իսկ արտադրությունը ելնելով հայտնաբերված գտածոներից ենթադրում ենք, որ սերտորեն առնչվում են մետաղագործության հետ, որտեղ մենք ունենք հալոցիկներ, փոքր չափերի, ունենք օդ մղելու, թթվածին մղելու խողովակներ։ Սրահներից մեկում հայտնաբերվել են օբսիդիանի կույտեր, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ դա զենք պատրաստելու արհեստանոց է եղել։ Մեկ այլ սրահում հայտնաբերվել են փիրուզի մնացորդներ եւ մշակված հուլունքներ։ Հայտնաբերված հնավայրը պատմամշակութային չափանիշներով համարժեք է Շենգավիթ հնավայրին, ենթադրում են մասնագետները։ Հաջորդ տարիներին հնագետներ մասնագետների աշխատանքից հետո կարելի կլինի այս ամենի մասին խոսել գիտական հստակ հիմնավորումներով։ Հրաչյա Պապինյան, Արմեն Հովսեփյան, Առաջին լրատվական։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը սեփական անդամների ու քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների հետ նշել է հիմնադրման 20-ամյակը, արձանագրելով, որ կուսակցությունը երբևէ չի խուսափել գնահատական տալ երկրում կատարվածին։ Եղել է եւ արմատական եւ կառուցողական ընդդիմություն, իսկ երբ հարկ է եղել, գաղափարական պայքարի է դուրս եկել։ Արամ Սարգսյանն իր տվյալներով 4500 անդամ ունեցող կուսակցության առաջիկա ծրագրերի մասին խոսելիս ասել է, որ Դեմկուսը շատ լուրջ է տրամադրված մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, որովհետև իրենց գաղափարներն ու ծրագրերը չեն զիջում եւ ոչ մեկին։ Այդուհանդերձ կուսակցապետը չի բացառում, որ ընտրություններին կգնան ձախ կենտրոնամետ ուժերի հետ դաշինք կազմած։ 20 տարի կուսակցությունը գործել է եւ այսօր կա եւ գործելու է եւ շարունակելու է։ Սա բոլորին չէ, որ հաջողվեց, թող ինձ ներեն, այն քաղաքական ուժերը, որոնք ձևավորվեցին 90-ի սկզբներին, շատերը դեռ այլևս քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում։ Անհրաժեշտ է հավաքական թիմ ստեղծել։ Այ ոնց որ հիմա ֆուտբոլի հավաքականն ունենք, մի հատ այդպիսի հավաքական թիմ էլ քաղաքական է պետք։ Տեխնոլոգիաները արդեն այլ հարց են, բայց սա անհրաժեշտություն է։ Մեկնարկել է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի եւ Vivace MTS-ի նախաձեռնած Gaudeamus ուսանողական կինոփառատոնը։ Նպատակը հայ երիտասարդությանն ու հանդիսատեսին միջազգային կինոարվեստի ամենանշանավոր նմուշները հասանելի դարձնելն է։ Նոր նախագծի շրջանակում Երևանի 4 բուհերում կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, պետական լեզվաբանական, սլավոնական եւ Երևանի պետական համալսարաններում կկազմակերպվեն փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ։ Նախագծի բացման ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ Vivace MTS-ի տնօրեն Ռալֆ Իրիկյանին եւ Ոսկե ծիրան փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում։ Մեր նպատակը ոչ միայն կինո ցուցադրելն է հանդիսատեսին, այլ ստեղծել կինոմթնոլորտ, որտեղ կառաջանան մասնագետներ, որոնք այսօր պակասում են Հայաստանում։ Փառատոնը ինքը այցելում է արդեն այն մարդկանց, որ չեն կարողացել մասնակցել կամ հետևել փառատոնին եւ հատկապես ուսանողները, հատկապես այսպիսի հաստատության մեջ գտնվող մարդկանց։
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը չի կարողանա մասնակցել առաջիկա օլիմպիական խաղերին։ Սակայն սպորտմենուհին վստահ է, որ իր թիմակիցների Ռիփսիմե Խուշուդյանի եւ Մելինե Դալուզյանի ուժերին, որոնք ըստ նրա բարձր կպահեն Հայաստանի մարզական պատիվը։ Ապրիլին տեղի ունեցած ավտովթարից հետո Նազիկին բժիշկներն արգելել են ծառամարտով զբաղվել։ Չեմպիոնուհին առայժմ բավարարվում է միայն առավոտյան նախավարժանքներով։ Ավտովթարի պատճառով անգամ պսակադրությունն է հետաձգել։ Առաջիկա 6 ամիսները Նազիկի առողջության վերականգնողական փուլն են լինելու, իսկ մեծ սպորտ չեմպիոնուհին կվերադառնա 2 տարի անց։ Մինչև իր վերադարձը, սակայն 25-ամյա սպորտմենուհին զբաղվում է Վանաձորում աղջիկների մարզադպրոցի բացման նախապատրաստություններով։ 6 ամերիկացի արվեստագետներ պնդում են, թե բացահայտել են հանճարեղ նկարիչ Վինսենտ Վան Գոգի մահվան առեղծվածը։ Չհրապարակված փաստաթղթերի եւ նամակների շուրջ 10 տարվա ուսումնասիրությունից հետո նրանք հերքել են հոլանդացի վարպետի ինքնասպանության վարկածը։ Վան Գոգի կյանքը 900 էջանոց գրքում Պուլիցերյան հեղինակավոր մրցանակի դափնեկիրները պնդում են, որ գեղանկարիչը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Մեղավորները 2 դեռահասներ են, որոնց հետ նա հաճախ է հանդիպում։ Կրծքի հատվածում հրազենային վնասվածք ստանալուց հետո Վան Գոգը դեռ 2 օր էլ կենթանի է մնում եւ մահից առաջ մեղքն իր վրա է վերցնում պատանիներին բանտից փրկելու համար։ Ենթադրվում էր, որ 19-րդ դարի երկրորդ կեսի պոստիմպրեսիոնիզմի ականավոր ներկայացուցիչը ինքնասպանության փորձ է ձեռնարկել Ցորենի արտում, որտեղ հաճախ զբոսնում էր եւ աշխատում։ Ագռավները Ցորենի արտում կտավն էլ ի դեպ համարվում է հանրահայտ նկարչի վերջին գործը։ Աշխարհի շուրջը 11 տարում կանադացի Ժան Բելիվոյի ճամփորդությունը ձգձգվեց իր իսկ մահաճության եւ արկածասիրության պատճառով։ 65 երկիր, 6 անապատ եւ մի քանի լեռնաշղթա, ընդհանուր առմամբ 46000 կիլոմետր Բելիվովն անցնել է ոտքով։ 11 տարվա ընթացքում իր ընտանիքին հանդիպել է միայն մեկ անգամ, ճամփորդել է Բելիովն իր իսկ խոսքերով հանուն խաղաղության ամբողջ աշխարհում եւ նաեւ փորձել է հանրության ուշադրությունը գրավել երեխաների հանդեպ բռնության խնդրին։ Եվ վերջում տեղեկացնեմ, որ այսօր 23:45-ից առաջինի եթերում կլինի ականավոր հայ գրոսմաստեր Ռաֆայել Վահանյանի ծննդյան հոբելյանին նվիրված հանդիսավոր համերգի տեսագրությունը։ Հիշեցնեմ, որ շաբաթ օրը կայացած համերգի ընթացքում մեծարվել են լեգենդար հայ շախմատիստը եւ աշխարհի թիմային առաջնության հաղթող Հայաստանի հավաքականի անդամները։ Համերգին մասնակցել եւ ելույթ են ունեցել Հայաստանի նախագահ, շախմատի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը եւ FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումինովը։ Մեր լրազնավյուղն սպարվեց Ձեզետ Աբրահամ Գասպարյաններ, մնացեք բարյավ։